Վեցը իմ լրացավ, ես դպրոց եմ հաճախում, խաղալիք ու խաղեր մնաց մանկապարտեզում, վայուսակ, որի մեջ նոր աշխարհ կա ինձ
Տոնական պայծար գարունքի հյուսված արևի կերարած լույսով մանկական սրտի հոգով ու կանչով ձեզ բոլորիդ է սրտապուխ ողջույն։ Ողջույն ձեզ հյուրեր, մեր մեծ հանդեսի ուսուցիչներ, մեր բարի ուժեր։ Ողջույն ձեզ քույրեր, մայրեր աշխարհի, մեր մանուկների պաշտպաններ բարի։ Սիրելի ներկաներ, հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ողջում է Անդրանիկ Օզանյանի ավանդույթի բնական դպրոցի Արացի բնակարանը։ Շատ չի անցել այն օրից, երբ մեզ համար հնչեց առաջին զանգը, ու մենք սրտի անսավար թրթիռով մեր մանկական խաղերը դեռ չմոռացանք, մեր մայրերի հետ մտանք դպրոց, այսօր այս մեկ տարին մի ակնթարթ է թվում։ Այսօր ակնացել է, պայուսակը զբացել է, դասավիրքեր չեն գտնում, արդեն բարգացել է, ամեն ուր որոնել է, չկա ու չի գտնվում, մայրիկ դասից ուշացար ես, դասավիրքեր կգտնես, դպրոցում շատ եմ երազում, իմ ուսուցիչ, գիտեմ ինձ եմ պատմում, կարդալ գրել, նոր եմ սովորել, հայոց այդ ուղերն եմ ես սիրել, ուսուցում շատ եմ երազում, իմ ուսուցիչ, գիտեմ ինձ եմ պատմում, կարդալ գրել, նոր եմ սովորել, հայոց այդ ուղերն եմ ես սիրել։ Քանի տակնանալը, դասերի շուշանալը, կարևոր է դպրոցում, ինտերնային աշխատանում, կապ չունի եղանակը, միշտ պատրաստ ենք ներկայանում, մայրիկ դասից ուշացա ես, դասագրքերս կգտնես, դպրոցում շատ եմ երազում, իմ ուսուցիչ, գիտեմ ինձ ես պատմում, կարդալ գրել, նոր եմ սովորել, հայոց այդ ուղերն եմ ես սիրել, դպրոցում շատ եմ երազում, իմ ուսուցիչ, գիտեմ ինձ ես պատմում, կարդալ գրել, նոր եմ սովորել, հայոց այդ ուղերն եմ ես սիրել։ Ամեն ինչ այդքան անորոշ էր մեր սուրսական, մեզ ընդառաջ եկավ մեր առաջին ուսուցչուհին, ով մեր առջև բացեց գիտելիքների զարմանահրաշ աշխարհը։ Ամենուրեք զգացվում է գարնան շունչը, և մենք զբաղվելով նրա հաստ ծառերի գեղեցկությամբ, տարված թռչունների բարեհնչյուն ջրվող յունով այցելում ենք դպրոց և օրեցօր զինվում նորանոր գիտելիքներով։ Մեր սիրելի ուսուցիչների շնորհիվ մեր առջև բացվում են նոր ճանապարհներ, իսկ նրա շնորհիվ մենք այսօր ավարտում ենք առաջին դասարանը։ Հարգելի հյուրեր, մենք հրավիրել ենք ձեզ, որպեսզի գիշեր մեր ուրախություն բերկրանը, չէ՞ որ մենք արդեն տառաճանաչենք։ Շնորհավորում ենք նրանց, ովքեր մեզպես այսօր ավարտում են առաջին դասարանում, մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռք բերումներ։ Ես էլ կտաղն եմ, բայց ո՞ր ձայնավոր։ Դպրոց սիրելի մապուհաների մի վայր, որտեղ կատվում է, որտեղ ձեր կերպել ունեն գյալներ։ Ես էլ կտաղն եմ, բայց ո՞ր ձայնավոր, թե
քիչ կամակոր, բայց կանք նազգիր, ով կանգում, ինչպես հայ զինվոր, կանգնած է մարդու։ Դպրոցներինը, անյանալի բարը, որտեղ եք գիտելիքներով։ Անյանալի բարը, որտեղ մենք կրենք մեր ապագան։ Yes,
Ամեն գիտեմ կրայեցի, թե որ տարան, թե որ բասի, երազ եթե եկին ելավ, դեր մաղը տա ասա, ամարցա, դու և տարն ես, սա կարևոր է, այս տարան, ինչ է դնում ես, որոր տարերը, այս կամքի հուշկու ամուրսուները, ու թե ազգը մեր տարերի նման, նամահով, միշտվարնան, միշտի կարող, ոչին կարդեմ, մակի, մենք ասպար ենք, ասարած կարարել, իսկ ես իտա, դեմ ուզայնավոր, մեր տարածքում կումում կարևոր, իպնություն է մեր իր ու իրավուն կարևոր է, շատ ամեն իմանում։ Ես եմ կտաղնը, բայց ոչ ձայնավոր, ես եմ կտաղնը, բայց ոչ ձայնավոր, թեև բաղադան մի քիչ կամակոր, բայց կանգն ազգի, ով կանգում, ինչպես հայ զինվոր, կանգնած է մարդու։ Հտան հայկական հոգի հույս ավար, հայ հող ազատ հերուն հուսարած, հազարամյակներ թողել հետևում հայաստանվավ հերուն ինքանոչ։ Իսկ ես հտաղն եմ խոտ, խաղող խնձորես, պարասկսվում շատ եմ կարևոր, թե որ հենց իզնով պարեր եմ սկսվում, խինդ ու խրախծանք մեզ խաղաղություն, որ այն թևացի հարամենեցում։ Մտար, մամակա մայդիկ, բար մեզ հարազատ, մտարով սկսվող բարեր հուզարատ, թեգետ այս բարը մտարով սկսվեց, մեկի ամբողջ կյանք այնպիտի սիրվենք։ Նոր նավետն եմ նարեկացին, դարն ասկարևոր, դու միշտվացին, նոր եմ ատկած, նարեկի վաշ նապաստակի տերկերոներքի։ Տանեմ տիգրամեց, հայաց մեծ արքան, Կանվակ տատեր տանգուն անսասան, տուն տնգի տանիք լավ տրամադրություն, հայոց տներում տոնը ուրախություն։ Լավ է, որ գիտեք տարերը բոլոր, հիմա կպատմեմ մի բան կարևոր, մի ծովահետ է, դա շատ վախվորած, երեք կողեգող թաքու վարանած, դասարան մտավ, որոնեց կտավ, այբենարանը նա իսկույն տարավ։ Շատ էր նշտապում, փախչում էր արած և չնկատեց ինչպես մենք հաթաթ գրքից այդ ընկանք։ Հիմա մոլորվել տունդարձի ճամփան, այսպես կորցրել, ձեզ ենք մենք դիմում, փոքրիկներ, օգնեք, տունդարձի ճամփան, հիմա մենք գտնենք։
աշխարհը։ Բայց ինչու եք այսքան այստեղ, ուր մնացած տարերը, որտեղ։ Ընկերներ բացեք, իսկույն նայեք։ Դե ահա եւ նա գրքին ուշացած, թե ժամացույցն է ձեր տան փչացած։ Ընկերներ սպասեք, նորություն ունեմ, այբենարն են կարծես կողացել։ Ավելի նայեք, ու ինչ ես խոսում, այսօր այստեղ այս տոնում ավարտել ենք մենք գիրքը սերին, տարաճարակ չեն գրագել տարի։ Ոչ, ես չեմ որոնում, այբենարն եմ ես մեր որոնում, բայց դասանում այն ես չգտա, ինձ պահարանս ես դադար կտա։ Ով է գողացել, ինչ է տուկացում, գիրքը սիրասում, ինչու է կոչում։ Կախարդական է գիրքը այդ սիրելի, իրեսեք տողին գրագել կդարձնի, եկեք մտածենք և բացահայտենք, հələ այդ անամոտ հայտնի դարձնենք։ Ընկերներ բավոր ասում եք, ինձ չեք հավատում, ասում եք սույլ է, պաճարը։ Այս ինչ ենք ասում, ահա իմացանք բացահայտեցինք կարևոր անցանք։ Եկեք մտածենք, թե ինչպես վարվենք, այդ սովայնի գտնենք և վարժենք։ Եկեք
բանալի։ Դե ինչ ես գնամ ժամանակ չունեմ, իսկ ճամփի լույս կստա, իսկ գիրքը հավել։ 30 տարի այգուբենում նրանցից 6-ը ձայնավոր են կոչվում, իսկ մյուսները ինչու բաղաձայն։ Նրանցից ոմանք այդ գրքում չկա։ Ինչ է պատահել, ես չեմ հասկանում, բացակայում են չկան այս գրքում։ Ահա, բռնվեցի, գող դու ավազակ, կատարել ես դու, ահավոր անցավ, այդվեն ավետ ես դու մեր գողացել, կատաստրավի մեզ պարկասում դուսել։ Որ շատ է խիզդատում ընկերներ դուքին, ես ունեի վաղուց թախնված ես եմ ուզում գրագետ դառնալ մեր այգուբենի տարեր է իմանալ, բայց ես գիտեմ, որ այգուբենում 30 տաղ է հիմա բնակվում։ Բայց այս անգամ արդեն ահա այստեղ այս որոշ տաղեր են բացակայում։ Իսկ ես իտարն եմ, մեղմի ձայնավոր, մեղ տարան։ Իսկ մենք այստեղ ենք մեզ մորացել, անժան շատ է դեպի տաղեր։ Բայց լավ է, որ այսպես ստացվեց և կողանցակը շուտ բացահայտվեց։ Ընկերներ, ինչ եք իմանում կարծումներում եք Այո, նայեցեք ես մեղավոր չեմ, սա հինգանդը վաղուց եմ փրկել, և երբ ես գտա շատ ուրախացա, և այս գիրքը ես իսկույն գողացա։ Մեր
պահես թողքու օթևար, այնցանի պատրաստում են նշանով, և մեր խոսակով կարիքի մուված, դու մեր սրբություն տրմբված մեր սովով, նարեկացիով օծված և իգուված։ Լեզուն մեր հայրենիքն է, մեր պատմությունը այս դպրոցն է, մեր էությունը մեր կրոնն է, մենք ենք հայեր ու հպարտ ենք դրա համար, մենք մեր մատուր հողինն ենք, մենք մեր ծուրբ հայրենիքինն ենք ու հայրենիքն էլ մերն է, ավելի քան երբևէ։ Գիտելիքներով մեկացար զիվեր եկել կապնել են, որ այստան ուտանեն մեր կրթետրաղում սիրելի անգի մեր տատած թուր գիտելիքի։ Բրոսրելիք մեզ պավայք մեր ոգեն, բրոսրելիք մեզ պավայք մեր ուղակից կերնով են կամպար, թող որ դու բազում կաներ նենետոյելի շատ փոքրիկներ ուրթես։ Սիրում ենք մենք քեզ, դու մեր անգինգան, դու մեր ձեռքբերում, դու մեր սրբավայր, պատկանալ ենք քեզ, ուր էլ որ լինենք, քանունը միշտ բարձր կպահենք։ Հայոց տարրերը բոլորը կիսենք, արդեն բարեր ենք նրանցով կազմել,
հայրենիքը պահենք, պահպանենք։ Որ ծլարցակի ու հզորանա, չտամուսն է պեգվաղ չունենա, ու խաղաղ լինի երկինքը հայոց, և մի շողշողան աչկեր հայմալկա։ Խաղաղությունը գա և չգնա, ու միշտ ասուետ մեր կողքին մնա։ Այն ինչ արկղ է այդտեղ։ Չգիտես, քիչ առաջ կարծես չկար։ Դե ինչ է կանեք, եկեք բացեք։ Բայց միգուցե չի կարելի։ Եկեք հրավիրեք Վիգեն Համբարձումյանին թողնայել բացի։ Լավ միտք է։ Շատ սիրելի աշակերտներ, այս գիրքը մայրենի եկել էր փոխարինելու Այբելարանին։ Այստեղ դուք կգտնեք ձեր շատ ինչների պատասխանների բավարար։ Ես ձեզ ուզում եմ ասել լավ սովորել, որովհետև դուք մեր վաղվա օրն եք, մեր ապագան։ Խաղաղությունը բարիք է երեխաներին, բայց պատերազմը չարի։ Ցավոք, ձեզանից շատերը տեսել են, թե որքան տխուր է ձեր մայրիկների, տատիկների, ուսուցիչների, ընտանիքի անդամների աչքերը, երբ երկինքը խաղաղ չի։ Ես ձեզ ցանկանում եմ պարզ, խաղաղ երկինք և անհոգ մանկություն։ Դուք դպրոցից տուն եք գնում, չմոռանաք տնայները անել հիրիքեց լուծան զբաղվել։ Yes,
կատարենք նայները, վաղը մեր շուտենք սպասենք մեր սեների պրոցը։ Ապրեց ուսումնալից պահեր, ձեր շնորհիվ, ձեր ներդրման համար մենք խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր մանկավարժական մեծ հմտության, ձեր գրագիտության, ձեր արած աշխատանքի համար, ձեզ քաջառողջություն, արեշտություն, մտքի թռիչք, դուք ոչ միայն ուսուցիչ եք, այլև հոգեբան, որտեղ երեխաները եւ գալիս են տուն ու պատմում են դպրոցից մի բան։ Հպարտություն ես ապրում, որ նրանց կողքին կա այսպիսի ուսուցչուհի, որը կարողանում է յուրաքանչյուր երեխայի հետ ունենա իր փոքրիկ ներդրումը թեկուզ ընտանիքում, թեկուզ դրսում, իրեն դրսևորելու, պարտադրանացություն զգալու, իսկ դպրոցի տնօրինությանը, մեր խորին երախտագիտությունը, մեր երեխաներին սնելու, ջերմություն տալու, դաստիարակելու եւ ապագա սերունդ մեծ մարդ դաստիարակելու ու ճանապարհելու կյանք։ Թե իրենք ինչ կընտրեն կյանքում, դա իրենց ցանկությունը կլինի, բայց այն, որ այսօր յուրաքանչյուր ծնող տեսավ, ապրեց, որ մեր երեխաները ունեն տարաճանաչ, գրաճանաչ դառնալու այդ մեծ ժառանգությունը, որի դուք փոխանցեցիք սերունդներին, ես ձեզ ցանկանում եմ առողջություն, երեխաներին էլ խաղաղ երկինք, անհոգմանկություն եւ պայծառ ապագա։ Կապակցությամբ, դուք այսօր գրաճանաչեք, տառաճանաչեք, թվաճանաչեք, էլ չեք վախենում թվերից ու մաթեմատիկայից, ճիշտ է, լավ գումարում եք ու լավ հանման գործողություն եք կատարում։ Ընկեր Համբարձումյան, շնորհավորում եմ ձեզ հերթական սերնդին, կյանքի նոր փուլ ուղեկցելու համար, ձեր ջանքն ու եռանդը խնայելու, ձեր աշխատանքը այստեղ ցուցադրելու ու մեզ հաճույք վայելելու համար։ Շնորհավորում եմ ձեզ, որ արդեն նաև ձեզ, ինչպես նախորդ մեր երեկվա միջոցառման ժամանակ, ձեր աշխատանքում էլ ձեր կապը նախորդ սերնդի հետ լավ պահպանված է, ինչի համար նաև շնորհավորում եմ ձեզ, դա ձեր աշխատանքի արդյունքն է։ Ցանկանում եմ, սիրելիներս, որ ձեր ոտքերի տակ միշտ այսպիսի ծաղիկներ փռվեն, միշտ այսպիսի գեղեցիկ ժամանակներ անցկացնեք։ Ուզում եմ, որ ապրեք անհոգ, խաղաղ երկնքի տակ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունը լինի այսօրվա պես պարզ ու ջինջ։ Ծնողներ ջան, ձեզ էլ եմ շնորհավորում, որովհետև սա ձեր համար նաև կյանքի մի նոր փուլ է։ Ձեր երեխաները արդեն տառաճանաչ են, գրաճանաչ են, ես նայում եմ միջև միջոցառումը ձեր ուրախությունը, ձեր աչքերի փայլը ու ձեր ամեն մի կյանքի ամեն մի վայրկյանը, որ կապել եք այս փոքրիկների հետ։ Ցանկանում եմ, որ իսկապես դուք նրանց կողքին լինեք ու իսկապես իրենց կյանքը վերածեք հեքիաթի, այնպես ինչպես այսօր է հեքիաթի վերածվեց, մենք վայելեցինք այն։ Շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ նաև բոլորիս, որովհետև սա նաև մեր համար է տոն։ Այսօր ձեր երեխաները, մեր երեխաները հանդես եկան տառաճանաչ, արդեն դպրոցական եւ իրենց առաջին քայլերը կարծում եմ շատ վստահ ներկայացրեցին։ Եվ ես բեմում տեսա այնպիսի աշակերտների, ովքեր իրոք շատ վստահ էին եւ կարծում եմ իրենք շատ լավ են զգացել դպրոցում։ Շնորհակալություն ձեզ, Գեր Համբարձումյան, եւս մեկ սերունդ կրթելու եւ հաստատուն քայլերով նոր կյանք, նոր ճանապարհ ուղղորդելու համար։ Երեխաներ ջան, դժվար է առաջին դասարանում սովորելը։ Ես ձեր ելույթից զգացի, որ դուք չեք դժվարացել, ասեք, որ շատ համարձակ էին եւ իրենց ելույթով, իրենց այսպես ասած համարձակությամբ ինձ նույնպես դուր եկան, որովհետեւ դա խոսում է նրա մասին, որ դասարանում ստեղծված է շատ ճիշտ ջերմ մթնոլորտ, որի ապացույցը այսօրվա Այվենարանի հանդեսն էր, կարևորագույն հանդեսներից մեկը, որի շնորհիվ է այո դպրոցում եւ դասարանում ստեղծվում ջերմ մթնոլորտ եւ ճիշտ հարաբերություններ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Իսկ մեր երկի ուսուցչուհին, փորձառու ուսուցչուհին արդեն հասցրել էր այս մեկ տարվա, այս կարճ ժամանակահատվածում անմիջապես գտնել էլ ավելի շնորհալի
լավ ձայն ունեցող երեխաներին եւ չգիտեմ, կեցեք, այո, մենք ունենք տաղանդավոր սերունդ, ունենք փայլուն սերունդ, ում ձեռքերում է մեր ապագան։ Իսկ մեր երկրին մաղթում եմ խաղաղ անամպ երկինք, որպեսզի մեր ուսուցիչները արարեն, ստեղծագործեն, երեխաներն էլ իրենց ապահով զգան դպրոցում։ Շնորհավորում եմ, որ Հարազատ